Խաղաղության խորհրդի առաջին նիստը սկսվեց խաղաղության մասին հայտարարություններով, ավարտվեց վերջնագրերով։ Մինչ Իրանի շուրջ ժամ առ ժամ լարվածությունը խտանում է, աշխարհը սպասում է առաջիկա որոշումներին։ Թեմաների շուրջ զրուցելու ենք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն հրավերի Ես շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Վաշինգտոնից վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Ձեր կարծիքով ինչ կոնկրետ արդյունք է տվել այդ Վաշինգտոնյան հանդիպումը, որ հիմք է տվել վարչապետին նման հայտարարություն անել։ Դե վերջի ժամանակահատվածում վարչապետը աչքի է ընկնում ավելի լավատեսական ուղերձներով, վստահությամբ, որ խաղաղությունը աներկբա եկել է, այլևս ոչ մի պատերազմի հավանականություն չկա, հագամարտությունը իսպառ լուծված է եւ այդ համատեքստում այո սեփական ժողովրդին ներկայացնում է դա որպես մի շատ կարեւոր ձեռքբերում, իհարկե յուրաքանչյուր adekvat հայ իհարկե ցանկանում է իրական խաղաղություն, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը, որ իրական խաղաղությունը պայմանավորված է այդ հանդիպումով եւ այդ հանդիպումների արդյունքում ստացած թեպետ հավանականություն կա նաեւ հետկուլիսային որոշակի խոսակցության ներառությունում, թե ինչպիսի երաշխավորված խաղաղության մասին է, որ նա փորձում է սեփական ժողովրդին ներկայացնել, որ ավելի հաստատակամ խաղաղություն է եկել եւ ես ուրախ եմ այդ կապակցությամբ։ Ամենայն դեպս տեսեք, խոսքը գնում է նախ անհասկանալի մի կառույցի, որը որ չենք հասկանում մինչև հիմա դա ՄԱԿ-ին փոխարինող այո, իհարկե, թե ինչ գործառույթներով իրականացվող վերպետական կառույց է, բայց փաստը այն է, որ նաև այդ ձեր մոտ կարող էր նաև հետևյալ հարցադրումը լիներ, թե ինչու օրինակ հենց Ադրբեջանի նախագահ եւ Փաշինյանը ներկա են գտնվել, ինչով է նաև պայմանավորված, հասկանալի է, որ դա նաև իդեմս աշխարհին ցույց տալու, դեմոնստրացնելու խաղաղության մի նմուշ է, այսպես ասած ցուցադրական դեմոնստրացման մի հատ կարևոր ֆակտոր է, որը որ Թրամփը իր իմիջի բարձրացման եւ առհասարակ իր ամպլուայի մեջ իր տեսակով մարդ լինելով փորձում է ներկայացնել աշխարհին, որ տեսեք համահունչ այս կառույցի խաղաղություն է հաստատվել եւ այդ տեսեք դասական օրինակ այս մարդիկ են, որոնք 30 տարի շարունակ արյունաթափել են, իսկ հիմա այդ բարեկամներ ցուցադրաբար նրանք ոտքի կանգնեցին եւ դե հա, այդ դեմոնստրատիվ բադ է, ավելի շատ քաղաքական պլեյադա պոդիումի էր նման, իհարկե, բայց ամեն դեպքում այնտեղ դիֆերանտներով հանդերձ, գեղեցիկ խոսքերով, հա, սրտաճմլիկ անգամ խոսքերով ներկայացվեց, որ իրական խաղաղություն է եղել է, որտեղ նա հանգուցալուծել է այդ հակամարտությունը, բայց իրական խաղաղությունը եկեք ընդունենք, որ ռեալ պոլիտիկում հետևյալ պատկերը ունի, առ այսօր հնչում են Բաքվից սպառնալիքներ, իհարկե մասամբ հռետորաբանությունը ռազմաշունչ եւ էքսպանսիոնիստական թուլացել է հասկանալի պատճառներով, մեկը հիմնական պատճառը, որ սպասում են հունիսի 7-յան հայտնի վերարտադրման այդ ընտրությունների արդյունքում, որտեղ իրենց համար սրտի լավագույն տեխնացուն եւ իրենց լավ տարբերակը դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունների վերարտադրումն է։ Դա չի ཐակցրել նույնիսկ Թրամփը, այո, եւ իրենց նաեւ ցանկությունների մեջ է Վենսի հայտնի արտահայտությունը ուղիղ տեքստով խոսում էր այդ մասին։ Բայց տեսեք, Ալիևը որքան էլ սուր ծայրերը փորձում է հարթեցրած ներկայացնել, բայց խոսում է իր ծավալապաշտական նկարտումներից եւ այս մասով գիտենք հայտնի պահանջը դերևս ակտուալ է եւ իմպերատիվ է, դա սահմանադրության փոփոխությունն է, ըստ որի նոր խաղաղությունը հաստատվելու, այսինքն Թրամփը խոսում է արդեն իսկ ավարտական փուլ մտած եւ որպես կայացած իրողություն խաղաղության մասին, բայց արյուտես ժամեր անց գետնի վրա նախ եւ երկրորդը հարցազրույցներից եւ իր հրաբարական ելույթներում Ալիևը ի թիվս այլ բոլոր նախկին եւ ներկա պահանջների, որոնք երևակայեք ամեն միակողմանի զիջումներից հետո նոր պահանջների տեսքով, պայման պահանջների տեսքով հնչեցվում են, հաջորդիվ լինելու է այն, որ կլինի սահմանադրության մեջ փոփոխություն, հռչակագրի հայտնի մասի դենոնսացում, նոր կլինի խաղաղություն։ Ընդ որում ես ավելի քան վստահ եմ, որ անգամ այդ պարագայում
կգտնվեն պատրվագներ ու շարժառիթներ, որովհետեւ վերստին այդ թուղթը չստորագրվի եւ ընդհանրապես եթե ստորագրվի էլ դա լինելու է լակմուսի թուղթ, որովհետեւ իրական խաղաղությունը թղթով չի որ հաստատվում է։ Խաղաղության խորհուրդը, ինչպես դուք ասացիք, սա ինչ ձևաչափ է։ Արդյոք հնարավոր է, որ այս կառույցը ստեղծվել է ՄԱԿ-ին եւ միջազգային մյուս կառույցներին, կարելի ասել, հակակշիռ կամ հակակշիռ կամ շրջանցող ինչ-որ մի կառույց։ Տեսեք, այդ դրա համար փորձագիտական դաշտը հենց հիմա փորձում է այդ պատասխանը գտնել, ըստ իս իմ համեստ փորձագիտական եզրակացությունը հետեւյալն է, որ այո, իրենք փորձում են ՄԱԿ-ին շրջանցող եւ ՄԱԿ-ի նման վերպետական կառույց, որովհետեւ այդ մասին ուղիղ խոսել են ամերիկյան կողմը, որ նա այլևս ակտուալ չի որպես կառույց, իրեն չի արտարացնում, հետեւաբար դա ֆիկտիվ բնույթի կառույց է, հետեւաբար աշխարհը սպասում է նոր կառույցի ձևավորմանը եւ իդեմս Միացյալ Նահանգների եւ իդեմս իր գլխավորությամբ եւ այդ հիմա դրա ձևաչափն ենք մենք տեսնում։ Այդ դուք շատ լավ հարց եք տալիս, այդտեղ գտնվում են NBC երկրների ղեկավարներ, որոնք կամ Միացյալ Նահանգների հետ ունեն լավ հարաբերություններ կամ որոշակի կախվածություն կամ չեն ուզում խնդիրներ Միացյալ Նահանգների հետ։ Եվ ելի գալիս ենք նրան, որ ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների գտնվել այնտեղ, դա պարտադիր իմպերատիվ բնույթ է կրել, որովհետեւ հենց աշխարհին ցույց տաս, որ այդ ոգուն համաշունչ կառույցի, այդ տեսեք, մենք ունենք արդեն նախադեպ եւ հետեւաբար այս կառույցը խաղաղության համար է, բայց տեսեք, նույն այդ մարդը, որը ես միշտ նման գնահատական եմ տվել, նա օդիոս կերպար է իր իմիջը բարձրացնելու համար, աշխարհին մեկ ցույց է տալիս խաղաղություն, բայց եւ տարբեր աշխարհի մասերում պատերազմական ռազմաշունչ հռետորաբանություն է դրսևորում, հատկապես Իրանի շուրջ գիտեք, Վենեսուելայի դեպքերը, այնպես որ Գրենլանդիան, ընդ որում շատ սարկազմով պատասխանելով, գիտեք, հատկապես երբ որ Գրենլանդիային որպես 51-րդ նահանգ, Կանադան է դիտարկում, Մեքսիկան, Կուբան, Կոլումբիան եւ այլն։ Եվ իրարամերժ շատ դեպքերում հայտարարություններով է հանդես գալիս օրվա տարբեր ժամերին։ Հետևաբար սա այո դեմոնստրացիա է խաղաղության, բայց նաեւ այստեղ դերևս soft power ասած կիրառումն է, փափուկ ուժի եւ դեմոնստրացումն է, որ որպես աշխարհակալ հեգեմոն գերտերություն այդ պատիվը տրված է մեզ, որբիսի մենք աշխարհում կայունության եւ խաղաղության ջատագովներս փորձենք այնպիսի կառույց ստեղծենք, որը որ իրոք կզբաղվի աշխարհի խաղաղությամբ։ Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ կարող են շահել այս կառույցին միանալով ըստ էության։ Տեսեք, ինչ կարող են շահել։ Հայաստանը ինչ կարող է տալ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ընդհանրապես տեսեք, կարծում եմ ձեզ եւ հանրությանը հայտնի է, որ շատ երկրներ դրամական միջոցներ են նաև ներդրում, որտեղ դա իմպերատիվի պես պահանջ է նաև Գազայի համար նկատի ունի։ Նաև Գազայի համար, իհարկե հայկական կողմը այդ պարտավորությունը իր վրա չի վերցրել, որտեղ դա կամովին է այդ սկզբունքը։ Ադրբեջանական կողմը վճարում արել է դրա եւ այդտեղ գիտեք արել է։ Դե խոսվիտում արդեն պատտվում է, որ անելու է այդ։ Այսինքն այսօր եղել է այդ խոսակցությունը արդեն իսկ։ Թրամփը հայտարարում է, որ 7 միլիարդի ներդրում պետք է արվի Գազայի վերակառուցման համար։ Շատ չանցած այդ հայտարարությունից Ալիևի օգնականը Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանը այդ փաթեթին չի միանում։ Ըստ էության կարող ենք ասել, որ ճեղքված կա այդ կառույցում առաջին իսկ արդեն հանդիպման մասով, այո, ես էլ նույն գնահատականը կարող եմ տալ, որ դա այո ճեղքված, նու գիտեք ինչպես, տեսեք, հայկական կողմը եւս ժամանակին, երբ որ քննարկվեց այդ թեման, թե Հայաստանը արդյոք ֆինանսական մասնակցություն պետք է ունենա, հետո հաստատվեց, ամենայն դեպս պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանը ֆինանսապես չի մասնակցել։ Գիտեք, նախ եթե կառույցի համատեքստում ենք նայում, հայտնի խոսքը ասում է, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Հիմա այսինքն, եթե մենք ֆիկտիվ բնույթի զուտ մասնակցում ենք, սիմվոլիկ մասնակցություն ենք, մենք էլ Ադրբեջանն էլ։ Աբա այո, մենք զուտ մասնակցում ենք, ֆինանսական ոչ մի ներդրում չունենք, հետեւաբար հետագայում պարտավորություններ եւ հետագայում նաեւ ձայնի իրավունքի այդ քվեի պակա, որովհետեւ այդ նման կառույցներում քվեների միջոցով, գիտեք, պետք է կայանա ինչ որ որոշումներ։ Եթե տրամաբանորեն գնում ենք վերպետական կառույցի որպես կառույց գործունեությանը։ Այո, դուք շատ ճիշտ եք նշում, ադրբեջանական կողմը մինչ այս պահը չէր հայտարարել, հետո եղավ մի պահ հայտարարություն, որ կարող են մասնագիծ դառնալ, որովհետև իրենք գիտեն թե ինչ բան է, երբ որ ռմպակոծվում է անգամ Աղդամի օրինակն էին բերում եւ այլն, բայց այո, շատ ճիշտ եք, այս վերջի հայտարարության մեջ չկար այդ բաղադրիչը եւ դա այո կարող է խնդիր առաջացնել։ Ադրբեջանը աչքի ընկավ նաեւ սկանդալով։
անվտանգային մարմինները, թիկնապահները Ալիևի այնտեղ բռնի ուժով ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որոնք պահանջում էին Ալիևի ազատում եւ այլն։ Ալիևի դեմ էր ուղղված այդ կոչերը եւ աչքի ընկավ այդ անվտանգության մարմինը բիրտ ուժի կիրառմամբ։ Սա քաղաքական սկանդալ կարող ենք որակել, թե պարզապես անուշադրության կմատնվի եւ կանցնի կգնա։ Տեսեք, որպես այդպեսին, քանի որ արձանագրվել է ձեր կողմից հիշադակվող փաստերը, առերևույթ հանցագործություններ նաեւ բռնի ուժի տոտալ ուժի կիրառում էր, ընդ որում խաղաղ ցուցարարների հանդեպ, ընդ որում մոտար երկրում, Միացյալ Նահանգների պես երկրում, որտեղ որ համենայն դեպս ըստ հայտնի ուրեմն ներկայացված իրավիճակի ու օրենքի գերակայությունը առաջի տեղում է եւ հետեւաբար նաեւ իրավական գնահատական ենք սպասում։ Իհարկե շատ ճիշտ եք նշում, դերևս ոչ իրավական գնահատական է կա, քաղաքական գնահատականը տալիս են, այո, ես ավելի քան վստահ եմ, որ կլինեն համենայն դեպս, որտեղ առերևույթ երևում է այդ բռնի ուժի կիրառումը, հատկապես նաև որ վնասված անձին կան, որոնք որ դիվնել են իրավապահ մարմին են, հետևաբար սա անարձագանք չի կարող մնալ։ Եվ հետո դա տեղի ունենում հենց այս սամիթի շրջանակներում, հետևաբար դա բոլորը ուշ-ուշով հետևում են, փորձում են իհարկե ստվերել այս բանը, որպեսզի շրջանցեն, բայց իրավական գնահատական էլ կլինի, ուրիշ բան, որ դա այնպեսի ցայտուն կերպով մենք չենք տեսնի դրա վերջնարդյունքը, բայց գնահատական կլինի։ Իսկ մնացած գնահատականները քաղաքական բնականաբար պետք է կողմերը տան, մասնակից երկրները նաև։ Հիմա խոսենք Թրամփի արտաքին քաղաքականության մասին։ Թրամփը աչքի է ընկնում կոշտ հռետորաբանությամբ, սա կարող ենք դիտարկել բանակցային գործիք։ Իհարկե, դիվանագիտության մեջ որքան էլ դիվանագիտական խողովակներն ու մեխանիզմները գործում են, որպեսզի ցանկացած պատերազմ կամ ռազմական իրավիճակ փոխեն իրենց պատկերը, այսինքն փորձեն դիվանագիտության միջոցով կան հանգուցալուծման, բայց արույտես, որ ճնշման որպես գործիք ուժի կիրառումը, ընդ որում նույն մարդն է, որը ասում է, որ ես շարժվում եմ ներքին համոզմունքներով եւ պատկերացնում եմ շատ դեպքերում թկած ունեմ միջազգային իրավունքի վրա։ Եվ այս պարագայում այո դուք տեսնում եք շանտաժի լեզուն միջազգային հարաբերություններում մենք տեսնում ենք ճնշման գործիքները, որոնք կիրառում են հատկապես Իրանում։ Այո, հենց դա է ուզում ասել, կոնկրետացնենք Իրանի մասով։ Թրամփը թվում է թե խաղաղության կողմնակից է, հայտարարում է խաղաղության մասին, բայց ուժեր է կենտրոնացնում Իրանի սահմանների մոտ եւ վերջնաժամկետ է, խոսում է վերջնագրերով, նաեւ վերջնաժամկետ է հնչել 10-ից 15 օր, ասում է կամ այս ընթացքում լինելու է համաձայնություն միջուկային ծրագրի հարցով, կամ շատ վատ բաներ են տեղի ունենալու։ Ինչ շատ վատ բաների մասին է խոսում, իհարկե կարող ենք հասկանալ, բայց ինչ է ուզում ասել, սա ուլտիմատում է ուղղված Թեհրանին, թե ռազմավարություն է։ Ոչ, դա նաև ռազմավարություն է եւ ուղիղ հստակ կոչ ուլտիմատում վերջնագիր դրված պաշտոնական Թեհրանի վրա։ Տեսեք, եւ թե ավելի հստակ խոսենք իրավիճակի մասին եւ տանք սթափ գնահատական պատկերը հետեւյալն է։ Տեսեք, եթե Արաբական ծովում հիմա տեղակայվել է ավիակիրը, ապա այսինքն տեսեք, մենք ունենք հետևյալ պատկեր այս պահի դրությամբ։ Ջորջ Բուշ ավիակիրը գնում է այն հատվածը, որտեղ որ արդեն իսկ ավիակիրը այնտեղ ներկա է գտնվում։ Այսինքն Հորմուզի նեղուցի հատվածում, իհարկե դեռևս Պարսից ծոցի ավազան չի մտել։ Հետո իմանում ենք, որ Վենեսուելայում գործողություն իրականացրած Ջերարդ Ֆորդ ամենաուժեղ ավիակիրը, որը որ իր առաքելությունը ավարտել էր եւ վերադառնալ էր Միացյալ Նահանգներ, ուղղորդվում է դեպի տարածաշրջան, բայց այս պարագայում Իսրայելի հետ սահմանային հատվածը։ Այսինքն տեսնում ենք, որ 3 ուժեղ ավիակիր, որտեղ Աբրահամ Լինքոլն ավիակիրը հիմա այդ տարածքում է, Ջորջ Բուշ ավիակիրը մոտենում է եւ Ջերարդ Ֆորդն է այնտեղ ուղարկված։ Այսինքն 3 հզորագույն ավիակիրներ գտնվում են տարածաշրջանում։ Դա ինչի մասին է խոսում։ Դրա մասին նաև խոսում է հետևյալ վտանգներից ելնելով հետևյալ իրականությունը, որ տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի եւ Պարսկաստանի ծովային ուժերի համատեղ ծովային անվտանգության կոդի 2026 զորավարժությունները ծովային Հորմուզի նեղուցի հատվածում, Պարսից ծոցի ավազանում։ Այսինքն կողմերը հասկանում են, որ նախ որքան էլ ուժի դեմոնստրացիա է տեղի ունենում, բայց հավանական պատերազմի սցենարը կա։ Ընդ որում ինչու են
Ջերարդ Ֆորդը տեղակայել հենց Իսրայելի հատվածում, նախ որբիսի ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանեն Հորդանանը եւ Իսրայելը հավանական սցենարներից, եւ երկրորդը կարևոր նշում, Ջերարդ Ֆորդը այն ավիակիրն է, որը որ 24/7 ռեժիմով կարող է ռազմական գործողություններ իրականացնել։ Եվ այստեղ նաև այն հանգամանքն է արկա, որ Եմենը եւս կարող է ներքաշվի պատերազմի մեջ։ Այսինքն այս համատեքստում տարածաշրջանը եռում է, կացա է։ Հիմա ռուս, չինա, պարսկական համատեղ զորավարժությունը հենց նախատեսված է նման ռազմական գործողություններին հագագործողություն իրականացնելու համար։ Այսինքն, եթե պատերազմ սկսվեց կամ էսկալացիան եղավ, դուք կանխատեսում եք Ռուսաստանի անմիջական ներգրավվածությունը այդ էսկալացիային։ Ըստ վերջի դաշնակցային հարաբերությունների եւ կնքված պայմանագրերի հիման վրա Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության դաշնակիցը եւ ունեն իրենք ծովային նաեւ համագործակցություն ցանկացած ռազմական միջամտության դեպքում համատեղ գործելու։ Սա պարտավորեցում է նաև, պարտավորություն է Ռուսաստանի Դաշնության եւ այստեղ կա նաև ֆակտորը Ռուսաստանի, որ Ռուսաստանը եւս ներքաշվում է ինքնաբերաբար այդ պատերազմի մեջ։ Հիմա տեսեք, Միացյալ Նահանգները գիտակցում է այս փաստը, իհարկե գիտակցում է։ Խորհրդականները տալիս են այդ վտանգները եւ հավանական ռիսկերը կանխատեսում տալիս են։ Հիմա կգնա նման արկածախնդրության գուցե եւ գնա։ Համենայն դեպս տեսեք Վենեսուելայի դեպքից հետո նա ավելի շատ ինքնավստահություն է ձեռք բերել եւ կարծում է, որ նույնը կարող է անել Իրանի հետ։ Թեպետ խոսվում է ոչ թե ռազմական լայնածավալ գործողությունների, այլ խոսվում է օպերացիայի մասամբ ժամանակավոր ինչ որ հստակ օպերացիա իրականացնելու մասին, բայց տեսեք, այստեղ եւս գովելի է նաեւ իրանական կողմի դիրքորոշումը եւ վարկագիծը։ Աբբաս Արաղչին, արտգործնախարարը հստակ ուղերձ, որ այդուհանդերձ ոչ թե բավարարում են ամբողջապես Միացյալ Նահանգների ուլտիմատումը, առայն որ ուրանի հարստացման մասով ամբողջությամբ հրաժարվեն ծրագրից, այլ ասաց, որ մասամբ են հրաժարվում, որովհետև ուրանի հարստացումը նաև պետք է իրենց հասկանալի արդյունաբերության այլ ոլորտներում կիրառվելու համար եւ դա իրենց սեփական իրավունքն է հարստացումը։ Հետևաբար, այսինքն եւս կարելի ասել Իրանը հայտարարում է մենք ատոմային ռումբ չենք ուզում։ Ատոմային ռումբ չենք ուզում։ Իհարկե, բայց բժշկության մեջ, արդյունաբերության մեջ իրենք դա օգտագործելու են եւ դա իրենց իրավունքն է։ Թրամփն էլ հայտարարում է, որ դուք միջուկային զենք չպետք է ունենաք։ Հիմա որտեղ է հակասությունը։ Հակասությունը ինչի շուրջ են բանակցում, երբ Իրանը ասում է, որ ատոմային ռումբ մենք չենք ուզում, Թրամփը հայտարարում է, որ միջուկային զենք նրանից նրա մասին, որ իրականում դա ընդամենը մեծ քաղաքական ալիբի է, ընդամենը հարվածելու համար։ Ես տեսնում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում ինչ որ բան սպասում ենք մենք։ Կամ օպերացիա, կամ այս հարցը կլուծվի։ Այսինքն ինչպես ավելի վաղ էր հայտարարվել առաջիկա ուիկենդին հարվածների սպասում պետք է լինի։ Չի բացառում, տեսեք, եթե հանրապետական սենատորները վրա իրար հերթ չտալով խոսում են պատերազմի հավանականության մասին, ուրեմն տեղեկացված են, որ նման գործողություններ լինելու է։ Ամենայն դեպս Միացյալ Նահանգներն էլ անկեղծ խոսում է, որ ցանկացած պահի, տեսեք, Պենտագոնի ղեկավարը այդ դեպքում 10-ից 15 օր ժամանակը ինչի համար է տրվում։ Տեսեք, տրամաբանական է, որ 10-ից 10, այ ես ինչի հadouk շեշտեցի, որ Ջերարդ Ֆորդ ավիակիրը ժամանել է տարածաշրջան։ 3 ավիակիրներ եռագի միավորում է տեղ ունեցել։ Էլ ես չասեմ, որ ինչպիսի ռազմական տեխնիկա եւ սպառազինություն է տրամադրվել Կատարում գտնվող Միացյալ Նահանգների բազային։ Այսինքն դա լինելու է ոչ միայն ծովային պատերազմ, այլ նաև ցամաքային։ Եվ չի բացառվում, որ կլինի ավելի վաղ Պենտագոնը բացառում էր ցամաքային մասերը։ Իսկ հիմա չեն բացառում։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ այդուհանդերձ ինչ որ ռազմական գործողություն հավանականությունը շատ մեծ է։ Եվ հասկանում ես, որ նույնիսկ անգամ եթե բավարարվում է Միացյալ Նահանգների ուլտիմատումները, այդուհանդերձ նրանք էլի ձգտում են պատերազմական իրավիճակի։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։